Բարև ձեզ սիրելիներս, բարի գալուստ իմ նոր վլոգ։ Այսօր ուզում եմ մի քիչ ցույց տալ մեր օրը տնային մթնոլորտից մինչև փոքրիկ գնումներ եւ երեկոյան հանգիստ։ Այսօր որոշեցինք փոքրիկ հայկական մթնոլորտ ստեղծենք մեր բակում, պատրաստեցի ինքնուրույն առաջին անգամ թաթար բորակի եւ ասեմ շատ համեղ էր եղել։ Շատ եմ սիրում այսպիսի օրեր, երբ օրը լուսավոր է, տաք եւ կարող ես տանը վայելել համեղ ուտելիքներ։ Հիմա գնում ենք սննդի խանութ, պետք է մի քանի բան վերցնենք թե մեզ համար, թե փոքրիկի եւ թե մեր երկու ընտանի կենդանիների համար։ Ինչի երկու, որովհետեւ մենք բացի շնից ուրիշ ընտանի կենդանի էլ ունենք։ Եթե կցանկանաք, գրեք մեկնաբանություններում եւ ես մի օր ցույց կտամ մեր մյուս ընտանի կենդանին։ Սիրում եմ գնումների պահը։ Բենի այդքան էլ հաճախ չեն գալիս, հիմնականում օգտվում ենք Բիլայից, Շպարից կամ Հոֆերից, բայց այսօր որոշեցինք, որ նաեւ հիմնական առևտուրը կանենք Բենիից։ Բայց Շպարել են գնալու, որովհետև մեր մյուս կենդանին ուտում է միայն Շպարի բուլկիները շոկոլադով, ուրիշ ոչ մի բան, դրա համար ստիպված պետք է գնանք երկրորդ խանութ։ Հիմա արդեն Բենիում ենք։ Մեր ճուտիկին կհանենք իր աթոռակից ու գնացինք գնումների։ Ճուտիկս էլ է ուրախ։ Աշնանը միշտ ուրիշ տեսքախանութ ունենում, տարբեր գույնզգունդտմիկների գույնը, շատ գեղեցիկ ձևավորում են այստեղ։ Ճիշտ է, հիմա Հելոուինի համար են շատ ձևավորում, բայց էլի գեղեցիկ է։ Այստեղ նայեք, անգամ մաքրած նուշ կա, կեղևից մաքրած։ Ավստրիական իրենց վիչինաները, երշիկները։ Աջ կողմում զեղչված մսամթերքն է ու բավականին զեղչված է։ Բուլդակի համերը կա, կարբոնարան եւ անցած վիդեոն որ ցույց էի տվել բաներայինը, եթե հետաքրքիր կլինի ձեզ, կարող եմ բոլոր համերը գնել եւ փորձել։ Այստեղ նայեք, հետաքրքրությունից ելնելով սխում եմ ու նենց վախեցա, սկզբում չհասկացա այդ ինչ բերանից դուրս եկա։ Ու ձեր համար նորից կսեղմեմ, որ երևաց էզել։ Ասեմ, ինչքան էլ գիտի, որ դուրս կգա, էլի որ կպնում է վախենալու է։
տեխնիկայից, վերջացրած տան պարագաներից։ Սայլակից տեսնում եք, սիրում ենք գնումներ կատարել, սակայն ամեն անգամ վերցնում ենք շատ բաներ, օրինակ ինչու որ հիմնականում հարկավոր չի լինում։ Ստեղ ճուտիկը սաղ ուշադրությունը իրանով անում։ Ընդհանրապես չի վախենում ու բոլորի հետ անընդհատ շփում է ուզում։ Ինքը այնքան ճարպիկ, այնքան ակտիվ ու այնքան արագ է, որ իր հետևից պետք է վազեք։ Վերանորոգել են, այսինքն խանութը լրիվ զրոյացել են եւ նորից նոր ոճով սարքել են ու շատ արագ մի քանի ամսվա ընթացքում շինարարությունը այստեղ լավ արագ է կատարում։
երկու մեծ պարկ ուտելիք։ Գրեք մեկնաբանությունները դուք այսքան առևտուրը ինչքան ժամանակ կօգտագործեիք։ Այստեղ ընտանիքը խմբերի է բաժանված, կամ որ ընդհանրապես միշտ չեն ուտում, կամ որ խոզի միշտ չեն ուտում։ Եվ օրը կավարտենք երեկոյան զբոսանքով։ Չենք խախտում մեր ավանդույթները։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք այսօրը։ Մի մոռացեք դնել ձեր լայքերը, գրեք մեկնաբանություններ եւ բաժանորդագրվեք։ Ցտեսություն։